Որոշել ես վերադառնալ քաղաքականություն։ Առաջին կին վարչապետն եմ լինելու, կուզեմ ոչ թե բաժանեն սևերի եւ սպիտակների, այլ առողջ հատիկ տեսնեն։ Ուշագնաց եմ եղել եւ շտապօգնությամբ հասցվել եմ հիվանդանոց։ Կոնֆլիկտ ունեցար Մհեր Բաղդասարյանի հետ։ Մշտապես փորձում էին վնաս հասցնել եսի, քշունչները պահած սպասում են իմ կամ որևէ մեկի ամուսնալուծությանը։ Խոսել ես հանրային սպառնալիքի մասին, լարված հարաբերությունների մասին։ Դավիթն առհասարակ ցանկություն չունի նրա հետ շփվելու։ Դավիթի ելումուտը ամբողջությամբ արգելափակված է, իմպլանտ է տեղադրվել սրտի վրա, կա նաև բաց վիրահատության անհրաժեշտություն։ Ողջույն, այսօր մեր տաղավարում մի կին է, ով իր կյանքի ամենամեծ դժվարությունների մասին խոսում է բաց, այնպես ինչպես ապրում է, առանց ձևականության ու առանց ֆիլտրերի։ Այսօր զրուցելու ենք լրագրող, գրող, հանձնվել չկա եւ կյանքը երկրորդ փորձից գրքերի հեղինակ Անի Քոչարի հետ։ Անի, ողջույն։ Ողջույն, սիրելի Անի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Դու գիտես ինչ երկար եմ սպասել մեր հանդիպմանը։ Եվ ես քեզ անչափ շնորհակալ եմ այդ սպասման համար։ Չեմ կարող այս մասին, սիրելի դիտողներ, չխոսել քո լրագրողական կոռեկտության համար, որովհետև աղվաղ մենք բոլորս գիտենք, թե ոլորտը որքան աղավաղված է, որքան մարդկային արժեքները հաճախ ետին պլան են մղվում, եւ ես այնքան շնորհակալ եմ, որ իմ կյանքի այս հերթական վայրի վերումներով շրջանում, երբ ես լռության կարիք ունեի եւ որպես կանոն աշխատում էի շատ հարցազրույցներ չտալ, դու ոչ միայն համբերատարորեն սպասում էիր, այլ նաև լսարանին մատուցված ստահոդ լուրերի եւ բոլոր լուր բամբասանքների առումով համբերատար սպասում էիր, մինչեւ ես պատրաստ կլինեմ դրանք մեկնաբանելու, հերքելու կամ հաստատելու։ Այնպես որ լրագրողական այս որակները պետք է անպայման բարձրաձայնվեն, որովհետև միայն քննադատությունը չէ, որ ճիշտ բան է ծնում, այլ նաև ճիշտ տեղին գովասանքը եւ սրանք իսկապես կյանքով քննություն բռնած իրողություններ են, որ ես հասկացա, որ այն բացառիկ լրագրողներից ես, ում համար առաջին տեղում մարդն է եւ ոչ թե սենսացիան։ Շնորհակալ եմ Անի ջան, մինչ զրույցին անցնենք, իմ արտաքին տեսքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմինե Գաբրիելյանին եւ Տաթև Ջավալյանին։ Անի, ամիսներ առաջ դու կրկին բաց խոսեցիր ու նշեցիր, որ քո անձնական կյանքում հիմա շատ բարդ փուլ է եւ ստիպված է ընտանիքդ ապրել տարբեր երկրներում, ամուսնուդ հետ որևէ խնդիր էր առաջացել, նշել էիր, որ նա փորձանքի մեջ է հայտնվել ու չգիտեմ հաջորդ անգամ կրկին երբ կտեսնեմ նրան, ընդ որում դու Հայաստանում էիր մենակ երկու երեխաների հետ առողջական լուրջ խնդիրներով։ Ինչ էր իրականում տեղի ունեցել եւ ինչպես հանգուցալուծվեց։ Ավաղ չեմ կարող ասել, որ արդեն իսկ հանգուցալուծվել է, մենք դեռևս անցնում ենք այդ փորձություններով եւ պետք է ասեմ, որ այս ընթացքում շատ տարբեր բամբասանքներ են իմ ականջին հասնում, որոնք բնականաբար որպես կնոջ ինձ հաճելի չեն եւ ցավվ են պատճառում ինչ-որ տեղ, բայց եւ մյուս կողմից, քանի որ բացառապես ես ու ընտանիքս գիտենք ինչ է կատարվում եւ ինչի մասին է խոսքը, ինչ որտեղ նաեւ փորձում եմ այդ ամենին համահրանքով նայել։ Իրականում, այո, շատ մեծ փորձանքների մեջ են անկել թյուրիմացաբար, որը մենք օր առաջ սպասում ենք, որ դրանք լուծվեն, հարթվեն, որովհետև ասում են արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, մենք սպասում ենք այդ օրվան, որ արդարությունը պետք է հաղթանակ տանի եւ այն փորձանքները, որի մեջ նա ընկել է եւ որում հայտնվել է, դրանք դառնան անցյալ ու պատմություն։ Ինչ խոսք շատ դժվար է այս երկու տարվա ընթացքում, ինչպես նշեցիր, առողջական լուրջ խնդիրներով երկու բալիկի հետ անցնել այդ դժվարին ճանապարհը մենակ, որովհետև իմ լսարանը գիտի, որ ես Հայաստանում մենակ եմ բնակվում եւ իմ ամուսնուս կողմից մեր ընտանիքի անդամները բոլորն արտերկրում են ապրում։ Ասել դժվար է, կնշանակի ոչինչ չասել, բայց ես ինչպես միշտ մարտիկի նման գլուխս բարձր եւ առանց չարանալու անցնում եմ նաեւ այս փորձություններով եւ միշտ վստահում եմ Տիրոջ ծրագրին ու գիտեմ, որ որքան էլ դժվար է, որքան էլ այդ պահին քեզ այդ ամենը դաժան եւ քո պարագայում չարթարացված է թվում, որովհետեւ ես միշտ գլուխս կախելով ապրում եմ, բայց ակամա միշտ հայտնվում եմ ինչ-որ փորձությունների մեջ, ոչ իմ մեղքով, բայց քանի որ ինձ համար միշտ նաեւ հարազատի, ընտանիքի անդամի
խնդիրը անմիջականորեն նաև իմ խնդիրն եմ համարում, ստացվում է, որ ես պայքարում եմ նաև այդ խնդիրների դեմ ու հոժարությամբ տանում եմ դրանք, մինչև առաջ Աստված, երբ ես այդ դրական լավ լուրն իմանամ, անպայման Անի ջան, առաջինը քեզ եմ հայտնելու, որովհետև դու ամեն լրահոս սպրդած լուրի եւ բամբասանքի հետ կոռեկտորեն ինձանից փորձել ես ճշգրտել, արդյոք համապատասխանում է իրականությանը թե ոչ, եւ ես չեմ կարող սա չգնահատել, որովհետև ի տարբերություն շատ դեղին մամուլի, որոնք առանց քեզ հետ պարզաբանելու, առանց ճշգրտելու, այստեղից այնտեղից ինչ բամբասանք լսում են, անմիջականորեն հրապարակում են այն դեպքում, երբ որ իմ պարագայում հավատացեք, իրականությունը շատ ավելի այլտեղ է եւ այն ուղղությամբ չէ, որ ուղղությամբ որ դուք գնում եք։ Անի, մինչ քո նշած այդ բարդ փուլի միջով է իրանցնում համացանցը անխնա, դու ինքդ ես տեսել, ես նույնպես տեսել եմ, թե ինչ բամբասանքներ էր տարածվել, Անի Քոչարն ամուսնալուծվել է, տարբեր վարկածներ ընդ որում շրջանառվում էին, ինչպես էիր այդ ընթացքում քեզ այդ վատ էներգիաներից պաշտպանում ինքդ քեզ, հաշվի առնելով որ նաև որ առողջական խնդիրներ ունեիր։ Իհարկե չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր շունչները պահած սպասում են իմ կամ որևէ մեկի ամուսնալուծությանը, եւ ինչն է հետաքրիր, որ այդ տիպի մարդկանց շատ բան պետք չէ ոգևորվելու համար, եթե ամուսնանում ես, սել իրենք քննադատում են, ամուսնալուծվես էլ իրենք քննադատելու են, այսինքն մարդկանց տեսակ կա, որոնց շատ բան պետք չէ չարախոսելու, զազրախոսելու, քար նետելու, բայց եւ ես կարծում որ այդ մարդիկ եթե մի հատ իրենց ներսը նայեն եւ իրենց դռնից ներս նայեն, իրենց տներից ներս, այնքան մտահոգվելու թեմաներ կունենան եւ այնքան խնդիրներ, որոնք լուծելու կարիք ունեն, որ հերթը վստահաբար ինձ ու իմ ընտանիքին էլ չի հասնի։ Ես չեմ ամուսնալուծվել, ես վստահաբար այս լուրը հերքում եմ, պարզապես ինչպես նշեցի, կամ փորձություններ, որոնք պետք է հաղթահարվի եւ նոր միայն դրա մասին ես կարողանամ ազատորեն բարձրաձայնել, որովհետեւ այն հարցերը, այն խնդիրները, որոնք միայն բացառապես ինձ չեն վերաբերում, այլ վերաբերում են նաև այլ մարդու, կապ չունի ամուսնուս թե ընտանիքի այլ անդամի եւ այս պարագայում նաև ոչ միայն ինձ եւ ամուսնուս, այլ նաև մեր ողջ բարեկամությանը, հա, այսպես ասած, ամուսնուս ընտանիքին, իմ ընտանիքին Ես կարծում եմ, որ ես պարզապես բաներ կա, որոնց մասին իրավունք չունեմ խոսելու ազատորեն, որովհետև իրենք հանրային մարդիկ չեն։ Այդ ես եմ հանրային մարդ, ես եմ ստորագրել այս ամենի տակ, որ շատ թեմաների մասին բարձրաձայնում եմ իմ կյանքում, բայց եթե դա միայն ինձ չի վերաբերում, ապա ես իրավունք չունեմ շատ փակագծեր բացելու եւ նաեւ չեմ ուզում շտապել, որովհետեւ կան հաղթանակներ, որոնք ուզում ես լիարժեքորեն մատուցել եւ առաջ Աստված չի կարող այլ կերպ լինել, որովհետեւ ընդհանրապես եղել է թյուրիմացություն, եղել է փորձանք, որից պետք է ուղղակի դուրս բրցնել եւ հետո նոր դրա մասին բարձրաձայնել։ Մինչ այս դժվար փուլը նաև քեզ մոտ սրտի վիրահատություն էր, բոլորս գիտենք, որ սրտի մեկ վիրահատություն արդեն ունեցար, բայց խնդիրը վերջնական լուծված չէ։ Եթե դեմ չես, խոսենք նաև քո առողջական խնդրի մասին, գիտեմ, որ նաև բաց վիրահատություն է ցուցված, ինչ ես պատրաստվում անել, ինչպես ես հաղթահարում այդ առողջական խնդիրները։ Անի ջան, այո, ինչպես նշեցիր, արդեն մեկ վիրահատություն ունեցել եմ եւ իմպլանտ է տեղադրվել սրտի վրա եւ ինչ-ինչ խնդիրներից ինձ արդեն իսկ ապահովագրել է, ինչպիսին հանկարծամահությունն է, այդ առումով շատ հանգիստ եմ, բայց ավաղ, այո, կա նաեւ բաց վիրահատության անհրաժեշտություն, որը որ ես դեռ չեմ շտապում այդ քայլին գնալ, որքան էլ իմ բժիշկները հորդորում են, որ շատ հապաղել էլ պետք չէ, որովհետև բալիկս դեռ փոքր է եւ երեխան, ով դեռևս նաեւ գրկի կարիք ունի եւ խնամքի կարիք ունի, շատ դժվար է սրտի բաց վիրահատությունից հետո հետ վիրահատական շրջանը շատ փոքրիկ բալիկի հետ անցնել։ Դրա համար իմ դեղորայքային բուժումներն եմ շարունակում, փորձում եմ հնարավորինս բժիշկների ցուցումներին հետևել, իհարկե իմ գերհուզական տեսակի հետ դա միշտ չէ, որ համատեղելի է, որովհետև ինձ ասում են չլարվես, չհուզվես, չբարկանաս, ոչ մի ստրես, բայց իմ կյանքում միշտ ճիշտ հակառակն է լինում, իրավիճակը ստիպում է, որպեսզի դու քո ախտորոշման հետ անհամատեղելի կյանքով ապրես, բայց ես կարծում եմ Տերը ողորմած է
Եվ ես կհասնեմ այն օրվան համբերատարորեն, որ մի քիչ հապաղելով, բայց այնուամենայնիվ ի վերջո կլինի նաև այդ վիրահատությունը եւ վստահաբար բարեհաջող, որովհետեւ ես որոշել եմ, որ շատ երկար եմ ապրելու եւ անգամ թորներիս եմ տեսնելու, այնպես որ առաջ Աստված, այսպես իմ խնդիրներին կամահրանքով նայելով, մի փոքր նաև փորձելով հումորով նայել այս փորձություններին, որովհետեւ դրանք արդեն այնքան շատ են, որ լրջությունը ինչ որ միտեղ երբեմն սարկազմի է վերածվում, դրա համար փորձում եմ սպասել եւ ժամանակ տալ մինչեւ բալիկս մի փոքր էլ մեծանա, նոր արդեն նաեւ բաց վիրահատությանը կդիմենք։ Թեև դու նշում ես, որ երբեմն շատ հուզական ես, բայց դու շատերի համար օրինակ ես, թե ինչպես կարելի է ամենադժվար փուլում չհուսահատվել ու հաղթարել ցանկացած իրավիճակ, եւ դրանք հետագայում քո կյանքի պատմությունները դառնում են գրքեր։ Երկու գիրք արդեն ունես եւ գիտեմ, որ պատրաստվում ես, մտածում ես արդեն երրորդի մասին, որտեղ արդեն կլինի վերջին փուլը կյանքիդ։ Կա արդեն ընթացքում։ Հուսամ ոչ վերջին։ Հուսամ դեռ շատ գրքեր կլինեն։ Հա, վերջին շրջանում։ Ես հասկանում եմ ինչ ես ուզում ասել, ուղղակի ես էլ ուզում եմ անընդհատ խոսքերը ուժ ունեն, չէ՞։ Ես էլ ուզում եմ ասել, որ դեռ քանի որ շատ երկար եմ ապրելու, շատ գրքեր եմ լինելու, բայց այո, քանի որ ամեն գիրքը մի նոր հաղթանակի մասին է, մի նոր տիրոջ իրագործված հրաշքի մասին է, ես նաև սպասում եմ իմ կյանքում երկու շատ կարևոր հաղթանակների, որոնցից մեկը ամուսնուս հետ է կապված, մյուսը որդուս հետ է կապված, եւ երբ լիարժեքորեն այդ երկու խնդիրներն էլ հանգուցալուծում կստանան, որովհետև ըստ էության իմ կյանքը ինքն է գրքերը գրում։ Այդ գրքերը գրվում են, շարադրվում են, բայց իրենց հունը հուշում է հենց կյանքը։ Դրա համար ես չեմ շտապում ավարտել, չեմ շտապում դրանք ստեղծագործաբար ամփոփել եւ հանձնել լսարանի դատին, որովհետեւ քանի որ ես լրագրող հեղինակ եմ եւ իմ գրքերը դրանք գեղարվեստական ստեղծագործություններ չեն, մոտիվացիոն ժանրի վերհուշ են, որոնք որ պատմում են իրողություններ, դրվագներ եւ իրադարձություններ, որոնք իրականում են տեղի ունեցել, ապա պետք է համբերությամբ զինվել եւ տեսնել, թե կյանքն ինքը ինչ սցենար եւ ինչ բովանդակություն է հրամցնում։ Երբեմն ես ինքս ազդում եմ ոչ թե գրքի բովանդակության վրա, այլ իմ կյանքի բովանդակության վրա, որովհետեւ ես փորձում եմ անկախ խնդիրներից եւ փորձություններից այդ ամենի հետ զուգահեռ ապրել, որովհետեւ եթե մենք նստենք եւ սպասենք, որ բոլոր խնդիրներս կլուծվեն, բոլոր առողջական խնդիրներս կլուծվեն եւ ես կլինեմ լիարժեք երջանիկ եւ լիարժեք կապրեմ, հավատացեք այդ օրը այդպես էլ չի գա, որովհետեւ քանի դեռ ապրում ենք, խնդիրներն անպակաս են, փորձությունները մշտապես են, այնպես որ ես փորձում եմ այդ իմաստով ներգործել իմ կյանքի վրա եւ իմ կյանքի բովանդակության վրա, որը հետո նաեւ թույլ է տալիս, որպիսի գիրքը լինի հետաքրքիր ուսուցողական, ինչպես ապրել, որ կարողանաս խնդիրներից զուգահեռ ապրել եւ չխեղդվել եւ չմահանալ, որովհետեւ հաճախ մարդիկ ֆիզիկապես կան, գոյություն ունեն, բայց իրենք դադարում են ապրել։ Հավատացեք, հոգևոր մահը եւ հոգեկան մահը շատ ավելի անտանելի է, քան ֆիզիկականը, որովհետեւ կան բազմաթիվ շրջող մարմիններ, որոնցում հոգին մեռած է, աչքերում կյանքը մեռած է, խամրած է եւ դու հասկանում ես, որ մարդը ապրելով տանուլ է տվել։ Նա կա, չի մահացել, բայց չի ապրում, այնպես որ իմ գրքերը հենց դրա մասին են, սովորեցնում են ապրել, սովորեցնում են ի հետջուկս բոլոր խնդիրների եւ փորձությունների ապրել առանց չարանալու, առանց անիծելու բոլորին, ամենքին եւ բախտդ, ճակատագիրդ եւ Աստծուն, այլ ճիշտ հակառակը, հասկանալու, որ յուրաքանչյուր փորձություն մեզ ինչ որ դաս է տալիս, ավելի է կոփում, այնպես որ առաջ Աստված վստահաբար հուսամ այս տարեվերջ երրորդ գիրքը կլինի։ Իսկ վերնագիր արդեն որոշել ես։ Ոչ, որովհետև դա բացառապես կախված է հանգուցալուծումից կյանքի այս փուլի։ Կախված նրանից, թե դա ինչ հանգուցալուծում կունենա, եւ ես վստահ եմ, որ դրական հանգուցալուծում է ունենալու, կախված այդ հանգուցալուծումից ծնվում է գրքի վերնագիրը։ Եվ իմ գրքերի պարագայում այդ վերնագրերը այնքան խոսուն են եւ այնքան հենց գրքի բովանդակության մասին են, ինչպես նախորդ երկուսը։ Այո, որ ես կարծում եմ, երբ հանգուցալուծումները լինի
եւ պատմության այս փուլն էլ համարենք ավարտված եւ գրքին հանձնելու, էջերին հանձնելու արժանի, կծնվի նաեւ վերնագիրը։ Հավատացեք, ամենահեշտը վերնագիրն է։ Անի քո կյանքում մի բարդ փուլ ես հաղթահարել նախկին ամուսնուդ հետ կապված, դու բազմաթիվ անգամ խոսել ես հանրային սպառնալիքի մասին, լարված հարաբերությունների մասին, արդյոք այդ էջը փակված է այսօր, թե որևէ շփում ունեք դեռ։ Խոսել եմ, թե չեմ խոսել։ Որպես կանոն ես այդ անձնավորության մասին չեմ խոսում, ճիշտ հակառակը։ Ես շրջանցում եմ նրան ու նրա թեման, որովհետև շատ մեծ գլխացավանք է այդ անձնավորությանը անդրադառնալ, որովհետև յուրաքանչյուր ասված տառ, բառ, հնչյուն, անգամ դիմախաղ հետագայում դառնում է դատական հայց եւ նոր գործընթացներ քո դեմ, այնպես որ թող ապրի, թող լավ լինի, Աստված իր հետ, բայց ես նրա մասին առհասարակ ցանկություն չունեմ խոսելու։ Իսկ Դավիթի հետ շփումը հայրիկի Դավիթն առհասարակ ցանկություն չունի նրա հետ շփվելու եւ նաեւ Դավիթի կարգավիճակն այնպիսին է, որ այլևս ոչ թե երեխա է Դավիթը, այլ պատանի է եւ գիտեք պատանիները որքան կտրուկ են իրենց որոշումներում եւ որքան ծայրահեղ են երբեմն այն կարգավիճակում, որում Դավիթն է այսօր պահվում, այն է կալանավորի կարգավիճակում, որովհետև Դավիթի ելումուտը ամբողջությամբ արգելափակված է, Դավիթը չի կարողանում երկրից դուրս գալ ոչ հանգստի մեկնելու, ոչ միջազգային մրցումների կամ մրցույթների մեկնելու, ոչ կրթական, ոչ ամառային ճամբարների, ոչ հանգստի նպատակով եւ այդ կարգավիճակը Դավիթին ստիպում է առավել կտրուկ լինել իր որոշումներում, իսկ ինքն արդեն այն տարիքում չէ, որ դու կարողանաս իր վրա ներգործություն ունենալ, դա արդեն պետք է վերածվի հոգեբանական ճնշման եւ բռնության, որի որ իմաստն առհասարակ չկա, այնպես որ Դավիթն ինքը չի ցանկանում եւ Դավիթն արդեն իմ հասակից էլ բարձր հասակ ունի, խելքի մասին էլ չեմ խոսում, ինքը իր որոշումները կայացնում է եւ ունի շատ հստակ պայման, որ քանի դեռ ինքը կալանավորի կարգավիճակում է, առհասարակ այդ թեմային չի էլ ուզում անդրադառնալ։ Մենք անգամ դատական նիստերին չենք ներկայանում, մեր լիազորված փաստաբաններն են ներկայանում, որովհետև իմաստ չենք գտնում։ Մենք շարունակաբար դատական հայցերը հաղթում ենք, հաղթանակ ենք տանում, շարունակաբար դրանք բողոքարկվում են եւ ստացվում է, որ ես 11 տարի այդ նույն շրջապտույտի մեջ եմ, նույնը Գերմանիայում էր մշտապես դատական հայցեր եւ դատական քաշքշուկներ, նույնը Հայաստանում է, այսինքն սա մի թեմա է, որը շարունակաբար այսպես շրջապտույտի մեջ է եւ անդադ գալիս է եւ փակուղում է հայտնվում։ Եվ քանի որ սա կրկին վերաբերում է ոչ միայն ինձ, այլ նաեւ որդուս, եւ ես վստահաբար գիտեմ, որ նրան հաճելի չէ այս ամենի մասին եւ այս թեմաների մասին բարձրաձայն եւ հանրային խոսել, աշխատում եմ առհասարակ այս թեմաներին չանդրադառնալ, կրկին տիրոջով մի օր սա էլ կավարտվի, որովհետև նախ Դավիթը արդեն չափահասությունից շատ հեռու չէ եւ նաեւ ինչպես ամեն բան ունի սկիզբ եւ ունի ավարտ։ Պարզապես այդ ամենի արդյունքում մնում է ամեն մեկին այն վատությունն ու չարությունը, որը արվել է։ Ես շատ կուզեմ, որ խոսենք նաև քո հասարակական գործունեության մասին, բարեգործական բազմաթիվ ծրագրեր ես իրականացնում, կուզեմ պատմես ներկայումս ինչ փուլում ես։ Քանի որ հասարակական եւ բարեգործական ոլորտն այնպիսին է, որ երբ դրա մասին շատ ես խոսում, ստացվում է, որ ինքդ քեզ ես գովերքում եւ կրկին չարախոսները դա որակում են որպես PR, ես հատկապես բարեգործական կամ մարդասիրական գործունեությանը առհասարակ երբեք չեմ անդրադարձել, որպես կանոն շատ հատուկ դրվագներ են, որ ինչ որ կերպ լուսաբանվել են, այն էլ տեղեկատվական հստակ նպատակ է եղել։ Հակառակ դեպքում չեմ լուսաբանում, իսկ հասարակական ոլորտը, այո, ինձ որքան հիշում եմ գիտակից կյանքում, միշտ զբաղվել եմ հասարակական գործունեությամբ, միշտ լծված եմ եղել այս կամ այն հասարակական կազմակերպության գործունեությանը, կամավորական աշխատանքներին, տարբեր նախաձեռնությունների իրականացմանը եւ իմ Մարիայի ծնվելուց առաջ ես նշանակվեցի մեր տունը հասարակական կազմակերպության տնօրեն, մինչ այդ մշտապես եղել էի վարչության անդամ, վարչության նախագահ եւ հետո արդեն տնօրեն, սակայն իմ ֆիզ արձակուրդի շրջանը զուգադիպեց կազմակերպության ձևաչափի փոփոխությանը
որովհետև ես ի սկզբանե այդ պատասխանատու աշխատանքը ստանձնել էի բացառապես այն պատճառով, որ կազմակերպությունը ուներ շատ լուրջ ֆինանսական խնդիրներ եւ ուներ աջակցության կարիք, ինչպես նաեւ քանի որ մեր տունը ապաստան էր տրամադրում մանկատան շրջանավարտ աղջիկներին, ովքեր 18-ը բոլորելուն պես գնալու տեղ չունեին, եւ կազմակերպությունը ավելի քան 20 տարի այդ աղջիկներին տվել է կրթություն, մասնագիտություն, դաստիարակություն, այդտեղից նաև աղջիկները ամուսնացել են, ընտանիքներ են կազմել եւ ես անշահախնդիր նաև ի պաշտոն լծվեցի այդ գործին եւ այդ աշխատանքին եւ հավատացեք, ինչն է հետաքրքիր, հա, երբ դու ինչ-որ մի բան, դու գիտես, չէ, ինչի համար ես անում եւ դու այնքան սրտով ու սրտանց ես անում եւ այնքան անշահախնդիր ես անում։ Ինձ հաճախ կողքից ծանոթներ, ովքեր տեղյակ էին, որ ես այնտեղ աշխատում եմ եւ ի պաշտոնե ըստ էության, ինչպես յուրաքանչյուրը, չէ, պետք է աշխատանքի համար վճարվի, բայց ես ամեն ամիս ստորագրում էի իմ աշխատավարձի դիմաց եւ այդ աշխատավարձը թողնում էի կազմակերպությանը, երբեք չեմ վերցրել այդ աշխատավարձը, որովհետեւ ես կարծում էի, որ այդ կազմակերպությունը այդ պահին առավել շատ ուներ այդ թեկուզ փոքրիկ գումարի կարիքը։ Ու ինձ իմ որոշ ընկերուհիներ ասում էին, որ դու այդպես էլ չփոխվեցիր, դու այս դարի մարդ չես, ով է նման բան անում, ով է անվճար կամ անշահախնդիր աշխատում, ասում էի ձեր գործը չի, ձեր խելքի բանը չի, ես գիտեմ ինչի եմ անում։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, առհասարակ չէր նշмарվում անգամ, որ սպասվում է հղիություն կամ ինձ կտրվի եւս մեկ անգամ այդ հնարավորությունն ու շնորհը մայրանալու եւ ես այդպես շատ բուռն սկսեցի այդ գործունեությունը եւ ընդամենը հաշված ամիսներ անց ես իմանում եմ շատ անսպասելի այն օրը, որ օրը ես ընտանիքի պլանավորման կենտրոնից եկել եմ տուն բժշկի հանդեմանությամբ, որ այլևս չգաք այստեղ, որովհետև անգամ էկոն ձեզ չի օգնելու, որովհետև անգամ էկոյի պարագայում անհնարին է, որ դուք մայրանաք, եւ հենց նույն օրը իմ կյանքը երկրորդ փորձից գրքում ես այդ դրվագներին անդրադարձել եմ, պատմել եմ, հենց նույն օրը ես իմանում եմ, որ ես բալիկի եմ սպասում։ Ու ես վստահ եմ, որ սա հենց դրա պատասխանն է։ Ես առավել քան վստահ եմ, այո, ես ուխտ էի արել, այո, ես փորձում էի բոլոր բուսաբուժական եւ բոլոր հնարավոր աջակցություններով ինչը կինը կարող է իր վերարտադրողականությանը օգնել, անել, բայց դրանք այն միջամտությունները եւ այն քայլերը չէին, որոնք տեսեք, ասում եմ, չէ, որ բժիշկն անգամ ասում էր էկոյի պարագայում անհնարին է։ Եվ այդ աշխատանքից հետո, երբ դու հրաժարվում ես դրամից, երբ դու հրաժարվում ես ցանկացած նյութական բանից, բայց քեզ տրվում է այնպիսի մի բան, որ աշխարհի ոչ մի դրամների, ոչ մի վարձատրության, ոչ մի պարգևավճարի հետ, անգամ եթե դնես նժարին, նժարը անգամ չի էլ շարժվի։ Ու ինչն է հետաքրքիր, որ ես հենց հղիության լուրը իմացել եմ, Այն որ կասկած անգամ չունեի, որ սա տիրոջ վարձքն է, հենց այն իմ արած աշխատանքի եւ իմ մեծ սրտի համար, որը որ ես գիտեմ, չէ, որտեվ ես շատ չեմ սիրում, ես առաջին անգամ եմ իդեպ այս մասին բարձրաձայնում, երբևէ որևէ եթերում ես սրա մասին չեմ խոսել, պարզապես նաև խոսում եմ նրա համար, որովհետև ես վիզահարցակորթից հետո այլևս հասարակական կազմակերպություն չեմ վերադառնալու, որովհետև քանի որ այլևս կազմակերպությունը գիշերակացով մանկատան աղջիկներ չի ընդունում, ես ըստ էության նրանց համար էի այդ անվարձահատույց աշխատանքը անում։ Բայց քանի որ արդեն ձևաչափը փոխված է եւ կազմակերպությունը մի փոքր այլ ուղղությամբ է գնում եւ այլ գործունեություն է ծավալում ցերեկային շահառուների համար, նույնպես շատ լավ, շատ կարեւոր, շատ հրաշալի աշխատանք, բայց ես այլևս պետք է գնամ իմ կարիերայի ետևից, որովհետեւ այն ժամանակ ես այդ զոհողությանը գնում էի եւ իմ ամենաթանկ ժամանակը, որը ինձ համար ամենաթանկ ռեսուրսն է, դա էի տալիս Դրա համար եմ բարձրաձայնում, որ ես այլևս չեմ վերադառնա այնտեղ, բայց ես գիտեմ, որ տիրոջ վարձքը երբեք չի ուշանում։
Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ երբևէ թեկուզ իմ երեսին նայել են ու չեն ասել, բայց մտքում մտածել են, որ այսինչ անմիտի կամ հիմարի մեկն է մեր օրերում, ով է անվճար աշխատում, որ ինքն է աշխատում, ուզում եմ իմանան, որ այս կյանքում ամեն ինչը չէ, որ դրամով է, ամեն ինչը չէ, որ նյութով է, եւ երբ դու իսկապես մի բանի նվիրվում ես սրտանց եւ դու գիտես, որ դու էլ այդ պահին շատ ունեիր այդ դրամի կարիքը, քո ընտանիքն էլ ուներ կարիքը հավելյալ ինչ-որ ֆինանսավորման կամ եւ ի վերջո ավել պատառը որևէ մեկի աչքը չի հանում, չէ՞ ժողովուրդն ասում, այսինքն այդպես մարդ չկա, որ ասի, գիտեք, ես բարձրացության կարիք չունեմ, բայց ես երբեք դրա մասին չեմ բարձրաձայնել, ես հոժարությամբ համարում եմ, որ եթե այս պահին Աստված ինձ տվել է այդ առաքելությունը, որ ես ոչ թե որպես վարչության անդամ կամ վարչության նախագահ անեմ, այլ ավելին անեմ, ես դա արեցի ու ինչպես ասացի, վարձքը չուշացավ եւ այդ վարձքը Մարիաս է, ով այսօր քայլում է եւ Տիրոջ գործերի կենթանի վառ ապացույցն է, ուզում եմ, որ մարդիկ, ովքեր այս կյանքին նայում են միայն նյութի եւ շահի տեսանկյունից իմանան, որ ամեն նյութական բան մի օր ավարտվում եւ գնում է, բայց այն վարձքը, որը Տիրոջից է լինում, ոչ միայն ավարտ չունի, այլ նաեւ քո կյանք այնպիսի մեծ գանձեր է բերում, այնպիսի մեծ օրհնություններ է բերում, որ անպատմելի են։ Ուղղակի հրաշքի էր նման եւ Մարիայի ծնունդը եւ նաեւ քո վերապրումը ի վերջո։ Այո։ Անի ջան, ես լսել եմ նաեւ, եթե չեմ սխալվում, 13 տարի անց որոշել ես վերադառնալ քաղաքականություն։ Ճիշտ եմ արդյոք թե ոչ, եւ եթե հնարավոր է մի փոքրիկ ճակերտներ բացես։ Առհասարակ չի եղել հստակ որոշում քաղաքականությունից հեռանալու եւ նաեւ վերադառնալու, պարզապես կյանքի հանգամանքները այդ փուլում այնպես ձևավորվեց 13 թվականից հետո, որ 14 թվականին ես ստիպված էի երկրից մեկնելու ու չնայած մեկնում էի հաշված ամիսների հաշվարկով, բայց կյանքի փորձությունները ստիպեցին, որպեսզի այդ ամիսները դառնան տարիներ։ Եվ մի քանի տարի այդպես ձգձգվեց եւ ստացվեց, որ ես մի քանի տարի երկար ու ձիգ ինձ համար 8 տարի եւ ավելի բնակվեցի Գերմանիայում եւ այդ ընթացքում եղավ դադար, թեև պետք է ասեմ, որ Գերմանիայում էլ շարունակում էի իմ հասարակական, ինչ որտեղ նաեւ քաղաքական պայքարը եւ այսպես ասած գործունեությունը այն իմաստով, որ հայկական համայնքի փոխնախագահն էի Բիլիֆելդ քաղաքի, ինչպես նաև մեր համայնքում հիմնել էի հայկական դպրոց եւ ինքս էլ դասավանդում էի սկզբնական շրջանում, այսինքն այդ հասարակական քաղաքական ոլորտն ու գործունեությունը մշտապես իմ կյանքի մի բաղադրիչն է եղել, որովհետեւ եթե տեսակով գործունյա ես, պայքարող ես, ընդվզող ես, չես համակերպվում, եղածով չես բավարարվում, ուզում ես շարունակել պայքարել, քո հայրենակիցներին ծառայել, ապա աշխարհի որ ծայրում է լինես, դու շարունակում ես այդ գործունեությունը։ Եվ քանի որ ես վերադարձա Հայաստան եւ զուգադիպեց ամուսնություն, հետո նաեւ մայրություն, բալիկ ունենալ եւ այլն, այո, ստացվեց, որ ժամանակավոր դադար էր եւ այսօր, այո, ճիշտ են ձեզ լուրերը հասել, կա այդպիսի առաջարկ առաջիկա սպասվող ընտրություններում լինելու քաղաքական ուժերից մեկի ընտրացուցակում եւ նաեւ մղվելու կրկին ընտրապայքարի եւ ես քանի որ տեսակով այնպիսի մարդ եմ, ով իսկապես ուզում է ծառայել իր հայրենիքին եւ ուզում է գործարած լինել, իսկ եկեք ընդունենք, ես այստեղ այժմ ռոմանտիկ բաներ չեմ խոսի, եթե ես մեծահարուս չեմ եւ շատ մեծ լծակների եւ ֆինանսական ռեսուրսների չեմ տիրապետում, ես ինքս ինձանով որպես անհատ, եթե լծակների չեմ տիրապետում, ռեսուրսների չեմ տիրապետում եւ նաեւ ի պաշտոնե Եվ իմ գործունեության բերումով ես չունեմ ազդակներ, լծակներ եւ գործառույթներ մարդկանց կյանքի վրա ունենալու դրական ներգործություն, ես դա պարզապես չեմ կարող անել։ Այնպես որ իմ պարագայում քաղաքականություն վերադառնալը դա ինքնանպատակ չէ։ Ոչ թե խնդիր է, որ անպայման այ ցույց տամ, որ ես քաղաքականություն եմ վերադառնում, այլ շատ մեծ ցանկություն կա նաեւ այն փորձը, որը ես կուտակել եմ Գերմանիայում ապրելու տարիներին աշխատելով պետական մարմիններում, կիրառելու Հայաստանում։ Եվ այս պարագայում ես կցանկանամ, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր այս սվիններով պատրաստ սպասում են, որ քո հերթական, չգիտեմ, գործունեությանը կամ նոր քայլին պետք է անպայման սվիններով դիմավորեն եւ փորձեն քննադատել կամ քարկոծել կամ համարել, որ ինչու քեզ պետք է եւ այլն, այո, ինձ պետք է։
որովհետև ես ուզում եմ աշխատել հոգուտ պետության եւ հոգուտ ժողովրդի, ես ուզում եմ ինչ որ մի բան անեմ իմ ժողովրդի համար, որովհետև շատ ափսոս կլինի այն դրական փորձը, որը ես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ձեռք եմ բերել, կուտակել եմ եւ այն կրթությունը, որն այնտեղ ստացել եմ, դա պարզապես այդպես չկիրառվի իմ երկրում, որովհետև իմ երկիրը իսկապես ունի կարիքը ոչ միայն եվրոպական մոդելի, այլ հենց գերմանական, որովհետև գերմանական կառավարման եւ նաեւ հասարակության համար հանրօգուտ եւ սոցիալական ծրագրեր իրականացնելու այդ մտքերը, իդեաները, ինչպես անել, ինչպես աշխատեցնել, ինչպես հանրօգուտ գործ անել, ֆանտաստիկ է գերմանական փորձը եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ ի վերջո կստացվի մեր համագործակցությունը, որովհետև ես մի փոքր խիստ եմ իմ պայմաններում եւ պահանջներում, ես երբևէ կուսակցական չեմ եղել եւ չեմ ուզում դառնալ, այսինքն ինձ համար իմ պայքարը լինելու է ոչ թե կուսակցական պայքար, ոչ թե անհատի պաշտամունքին ծառայություն, այս կամ այն կապ չունի դա որ քաղաքական ուժի մասին է խոսքը, այլ հենց նպատակն այն է, որ եթե տիրոջով ես հայտնվեմ ազգային ժողովում, օրենսդիր մարմնում, падգամավորի կարգավիճակում, ես հուսամ, որ շատ հանրօգուտ գործեր կկարողանամ անել իմ ժողովրդի համար ու քանի դեռ ապրում եմ, քանի դեռ սիրտս բաբախում է, հուսամ, որ այդ հնարավորությունը կտրվի ինձ եւ ես կկարողանամ շարունակել ծառայել իմ ժողովրդին, որովհետեւ ինձ համար դա շատ կարեւոր է։ Եվ կարծում եմ արդեն պատրաստ ես նաև վատ մեկնաբանություններին, բոլորը զբաղվում են քաղաքականությամբ, հայտնվում են ազգային ժողովում եւ այլն, բայց պիտի հարցնեմ առաջին։ Ես դրա մասին էի ասում, որ մարդիկ կան միշտ սվիներով սպասում են, բայց Անի ջան, նայր, իմ պարագայում այնպես չէ, որ ես նոր պետք է սկսեմ քաղաքականությամբ զբաղվել եւ այնպես չէ, որ ես տանը նստած չունենալով բավարար կրթություն, չունենալով բավարար փորձ, չունենալով անցած ճանապարհ կամ հետագից, հանկարծ մի օր որոշել եմ, որ ուզում եմ հայտ ներկայացնել քաղաքականություն վերադառնալու եւ թեև դեռևս հարցեր կան, որոնք ճշգրտման փուլում են եւ միջև այս հաղորդումը հերարցակվել է, ես չգիտեմ, մեր պատասխանը արդեն իսկ կլինի թե չի լինի, մենք այդ աշխատանքների փուլում ենք, բայց անկախ նրանից թե ինչ հանգուցալուծում այս ամենը կստանա։ Ես ուզում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ամենին նայում են ընդհանրապես մեկ ուղղությամբ, մի փոքր առավել լայնախոհ լինեն եւ հասկանան, որ առհասարակ այն հասարակությունները, որոնք սիրում են եւ թույլ են տալիս օրվա իշխանություններին ամենաթողության մթնոլորտ, որ այ մեկ իշխող կուսակցություն կամ ուժ պետք է լինի, հավատացեք, դա հետո դառնում է պատուհաս հասարակության գլխին։ Պետք է ժողովուրդը սովորի, որ մարդիկ գալիս են ծառայելու իրենց եւ որքան շատ լինի այլախոհությունը, բազմակարծությունը, թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում, այնքան դա հանրության օգուտն է, որովհետեւ երբ իշխում է մեկ կուսակցություն կամ մեկ ուժ, ապա դա ինչ որ մի օր վերածվում է ոչ լավ բանի եւ լավ տեղ չի հանգեցնում։ Իսկ երբ տարբեր ուժեր եւ տարբեր կարծիքներ եւ տարբեր մտահղացումներ են իմի բերվում, հասարակությունը դրանից միմիայն շահում է եւ այս պարագայում ես կուզեմ ոչ թե բաժանեն սևերի եւ սպիտակների, այլ առողջ հատիկ տեսնեն, որ եթե կան մարդիկ անկախ նրանից թե որ ցուցակում են, ովքեր գալիս են իսկապես աշխատելու եւ հանրօգուտ գործ անելու, ապա տան նրանց այդ հնարավորությունը նույնպես աշխատելու, որովհետեւ ազգային ժողովում չպետք է ամեն որոշում անցնի միաձայն, ինչ է թե մեկ ուժ է մեծամասնություն կազմում, ճիշտ հակառակը հաղթում են այն հասարակությունները, որտեղ մեկ ուժ չէ մեծամասնությունը, այլ կան մեկը մյուսին զսպող, մեկը մյուսին հավասարակշռող ուժեր։ Եվ ես հուսամ մեր ժողովուրդը կունենա այնքան խոհեմություն, որ հնարավորություն կտա այս անգամ նաև այլ ուժերի, իհարկե ես չեմ խոսում այն ուժերի մասին, ովքեր արդեն իսկ հնարավորություն ունեցել են իրենց ցույց տալու, այլ նոր անուններ, ովքեր կարող են ինչ-որ մի բան փոխել եւ ես հուսամ, որ մենք դեռ կհանդիպենք այլ ամբիոններից։ Հայաստանում առաջին ինչ-որ մի բան կցանկանայր փոխված տեսնել, որը դա կլիներ։
Շատ բան կուզեի փոխված տեսնել, ինչպես նաև կուզեի մի օր Հայաստանի ղեկավարի կարգավիճակում կնոջ տեսնել, երբեմն տանը հումորով ասում եմ, որ ես առաջին կին վարչապետն եմ լինելու, բայց ասում է ինչ կատակ, եթե դրա մի մասը ճշմարտություն չէ, եւ օրինակ ես շատ կուզեմ, որ մեր երկիրը ունենա կին ղեկավար, թեկուզ ոչ իմ կերպարով եւ իդեմ ինձ, այլ որևէ կին ղեկավար, ով կլինի շատ վճռական Հայաստանում անելու արմատական փոփոխություններ, որոնք իսկապես շոշափելի ու տեսանելի կլինեն եւ չի լինի չարության եւ պառակտվածության մթնոլորտ, այլ կլինի հստակ ուղենիշ, որի ետևից կտարվի պետությունը, ես Գերմանիան ինչու եմ շատ հաճախ այդ օրինակը բերում, որովհետեւ երբ ապրում ես նաեւ այլ հասարակությունում եւ դու ունես այդ հնարավորությունը համեմատելու քո երկրի, քո հասարակության հետ, դու հասկանում ես մի բան, որ պետությունները աճում են, զարգանում են, հզորանում են, որտեղ ոչ թե անհատի պաշտամունքի եւ այսպես կուրորեն ինչ որ ուժի հավատալու յետևից են մարդիկ գնում, այլ գաղափարի, տեսլականի, թե դու ինչպիսին ես ուզում քո երկիրը տեսնել, քո երեխաների ապագան տեսնել եւ պահանջատեր ես ամենակարևորը։ Դու թեկուզ քո ընտրած ուժին ստիպում ես, որպեսզի երկիրը անշեղորեն գնա այդ տեսլականի յետևից։ Այնպես որ ես շատ կուզեմ, որ մենք ապագայում ունենանք կին ղեկավար եւ չարության, անհանդուրժողականության մթնոլորտը գոնե մասամբ մեղմվի եւ մարդիկ ամեն մեկը լծված իր գործին իմանա, որ ոչ թե գնում ենք անհատի յետևից կուրորեն, որովհետեւ այնքը շատ լավն է, չկա նման բան։ Պետությունները առավել հերահար նպատակներ պետք է սահմանեն եւ դրանց յետևից գնան, ոչ թե այսօր այս մեկին ենք համակրում սիրուն, վաղը այն մեկին, սա ընտանիք կառավարելու մասին չէ, սա երկիր եւ պետություն կառավարելու մասին է։ Եվ ես հուսամ մենք որպես քաղաքացիներ կգանք այդ իրավագիտակցությանը եւ որպես քաղաքացիներ այդ ինքնագիտակցությանը, որ մենք տերեր չենք ընտրում, այլ մենք ծառաներ ենք ընտրում եւ հուսամ կգա այդ ժամանակները, որ ամեն աթոռին հայտնվողն էլ կհասկանա, որ ինքը բոլորովին այլ բանի պետք է ծառայի, ոչ թե կրկին պատերին հայտնվեն անհատների նկարները, ինչպես խորհրդային միության տարիներից սկսած մշակույթ է, որը այդպես էլ արմատախիլ չեղավ։ Եվ թվում է մարուկ, բայց հենց այդտեղ են թաքնված այն իրողությունները, որ որևէ գաղափարական փոփոխություն չեղավ, որևէ մտածողության փոփոխություն չեղավ, ժողովուրդը նույն կերպ շարունակում է մտածել, որ իրենից շատ բան կախված չէ, այնինչ շատ բան հնարավոր է փոխել հենց միայն այն ժամանակ, երբ դու մտածում ես, որ այո, երկրի տերը դու ես, քաղաքացին է։ Եթե ոչ Անի Քոչարը, ապա կին վարչապետի թեկնածու ում անունը կնշես։ Ես բնականաբար չեմ նշի, որովհետև դա ինչ որ միտեղ արդեն բան է, չէ, այսպես մրցակցության մթնոլորտին դեմ է։ Ես կարծում եմ, որ երբ արդեն լրջորեն սկսում ես ինչ որ բանի մասին մտածել, նաև սկսում են ուրվագծվել այդ կերպարները եւ հերոսները։ Բայց ես կես կատակ կես լուրջ կասեմ, որ այս պահին դեռ միայն ինձ եմ տեսնում։ Ես անպայման ուզում եմ, որ մենք վերադառնանք ես ամսագրի տարիներ, երբ հիշում ես այդ տարիները ամենից շատ ինչն ես կարոտում, ու եթե հնարավորություն լիներ սկսեիր զրոյից, ինչը չէիր անի, որ արել ես այն ժամանակ։ Տենայք, ես 19 տարեկան էի, երբ հիմնեցի իմ ամսագիրը, սկզբում փորձնական համարը այլ անվանում ուներ, Bravo Plus էր կոչվում, հետո արդեն երբ շատ մեծ մեդիա ընկերության ներկայացրեցի իմ նախագիծը եւ սկսեցինք միասին անել, արդեն ես անվամբ ես նախագիծը ներկայացրեցի, ես ամսագիրը ստեղծելիս ես տակավին երիտասարդ էի, պատանեկությունից նոր դուրս եկող, եւ 19 տարեկանը բնականաբար այդ տարիքում այդ քիչ առաջ տղայիս մասին էի, չէ՞ խոսում, որ երբեմն շատ կտրուկ ես, շատ ծայրահեղ ես, ներում բեկում չկա։
Այդպես էլ այդ տարիներին ինձ մոտ էր, երբ ծովը ծնկներից դե եւ ամեն բանին շատ խիստ եւ կատեգորիկ ես նայում, բնականաբար տարիները եթե ինձ չփոխեին, կնշանակեր, որ ես դոփել եմ նույն տեղում եւ անձնային աճ չեմ գրանցել, մասնագիտական աճ չեմ գրանցել։ Բնականաբար տարիների բարձունքից, երբ ես նայում եմ եսին, մասնագիտորեն ամեն բան արվել է բավական ճիշտ եւ գրագետ, որովհետեւ նաեւ ես համալսարանում էի սովորում եւ իմ ակադեմիական կրթությունը մասնագիտական ինձ թույլ էր տալիս չնայած տարիքին անել ամեն բան ճիշտ, ինչպես նաև այն փորձը, որը ես արդեն իսկ կուտակել էի մինչև ես ամսագիրը սկսելը, որովհետև 13 տարեկանից արդեն հանրապետական մամուլում աշխատում էի, այնպես որ մասնագիտորեն ամեն բան ճիշտ էր, միայն այն պահը, որ ես երբեմն շատ խիստ էի եւ ամեն բան շատ սրտիս մոտ էի ընդունում եւ ուզում էի ամեն բան իդեալական անել, նաեւ այդ անքուն գիշերների շնորհիվ, երևի այժմ մի քիչ ավելի դրան թեթև կնայեի եւ կհասկանայի, որ պետք չէ այդքան ծանրաբեռնվել եւ ծանրաբեռնել նաեւ աշխատակազմին, թիմին, որովհետեւ մենք պետք է վարքյան անգամ չուշանայինք, եթե էքսկլյուզիվ էր, եթե որևէ բան էր եղել, մենք մեզ պետք է պատրեինք, անգամ տպարանից համարը հետ կանչեինք, նյութ փոխեինք կամ ինչ որ մի բան փոխեինք նորից ուղարկեինք, այսինքն շատ ծայրահեղ էի, որովհետեւ ուզում էի ամեն բան անել ամենալավը, անթերի, իդեալական, միայն եսը, միայն մեզ մոտ առաջինը պետք է լինի, միայն ամենաճշգրիտը, իսկ դա երբեմն լարվածություն է առաջացնում։ Ես ներկայիս իմ խոհեմության, կուտակած փորձի, տարիների այդ իմաստնության տեսանկյունից մի փոքր այդ լարվածությունը կմեղմացնեի, որովհետև ես իմ նկատմամբ էի շատ խիստ եւ պահանջկոտ։ Ես եղել է, որ գերհոգնածությունից ուշագնաց եմ եղել եւ շտապօգնությամբ հասցվել եմ հիվանդանոց, ուրեմն կարեր են դրել եւ ես հաջորդ օրը, որտեւ այդ օրը արդեն ուշ էր, նորից գնացել եմ աշխատանքի, որևէ մեկի ինձանից չէր պահանջում այդպիսի բան։ Ես 39 ջերմ աստիճանով գնում էի աշխատանքի, այդքան խիստ էի իմ նկատմամբ, այդքան խիստ էի իմ առջև դրված խնդիրների նկատմամբ եւ ես կարծում եմ, որ երբեմն դա նաեւ ինքնակործան է լինում, դու վնասում ես քեզ, քո առողջությունը, բայց առհասարակ եսում ամեն բան եմ կարոտում, հարցրեցիք, չէ, ինչն եմ կարոտում, ամեն բան, այդ երիտասարդական չգիտեմ, ուժը, եռանդը, անքուն գիշերներ շարունակ աշխատելը լավ արդյունքի համար եւ այդ արդյունքը շոշափելի էր եւ այն հաջողությունը, որը ուներ իմ ստեղծած ամսագիրը, հետագայում նաեւ Անի Քոչար Production-ը, որը մի շարք մեդիաների ուրեմն հրատարակիչ էր, դրանք բոլորը այնքան մեծ հաջողություն ունեին ի շնորհիվ այդ անտրտունջ աշխատանքի եւ գաղափարի ետևից գնալու, ու ես կարոտում եմ այդ տարիները, ու թեև եսը վերականգնելու նպատակ կա, դեռ ինչ-ինչ պատճառներով մի փոքր դանդաղում ենք, բայց վստահաբար երբ եսը նոր ձևաչափով հայտնվի մարդկանց գրասեղաններին, այն պետք է որ նույնքան սիրվի։ Սա նորությունների դեպք չէ։ Նորություններից է, այժմ կա երկու ճանապարհ, կամ գնում եմ քաղաքականություն եւ լծվում եմ այդ գործին, կամ սկսում եմ ամսագրի վերահրատարակությունը, այսինքն երկուսն էլ իմ պարագայում վերա են, վերսկսել են, ամսագրի դեպքում վերահրատարակել, քաղաքականության դեպքում գործունեությունը վերաթարմացնել, այնպես որ տեսնենք, թե ճակատագիրը ինձ համար ինչ է պատրաստել, այո, որովհետև ըստ էության երկուսն էլ իմ սրտով են, երկուսին էլ պատրաստ եմ, մնում է միայն հասկանալ, թե ինչպես են հանգամանքները դասավորվում, որովհետև քանի որ ես շատ սկզբունքային մարդ եմ, ինձ համար կան բաներ, որոնք սակարկելի չեն։ Ես շատ սկզբունքային մարդ եմ, ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, ես շատ անշահախնդիր մարդ եմ եւ ինձ համար գաղափարները, սկզբունքները առավել են, քան անձնական շահն ու օգուտը եւ ըստ դրա կախված նրանից, թե որ փուլի եւ որ գործունեության բանակցությունները ի վերջո ինչ հանգուցալուծում կունենան, դրանք էլ արդեն կտեսնեն մեր հեռուստադիտողները եւ իմ լսարանը, որովհետեւ երկուսն էլ հանրային գործունեություն են, երկուսն էլ տեսանելի է լինելու, այնպես որ շատ կարճ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչպես դասավորվեց Անի Քոչարի հետագա ճակատագիրը։ Ես ամսագրի տարիներին կարծեմ նաեւ կոնֆլիկտ ունեցար Մհեր Բաղդասարյանի հետ, բայց հետո երբ իմացավ քո առողջական խնդրի մասին, նա քեզ զանգահարեց ու հաշտվեցիք
ինչ հարաբերություններ ունեք հիմա, եթե դեմ չես խոսել դրա Չէ, ես մասին։ դեմ չեմ, այնպես է, որ առանձնապես շատ ասելու բան էլ չկա, որովհետև Մհեր Բաղդասարյանը եղել է իմ աշխատակիցը, իմ Ես ամսագրի թիմակիցը, եւ ես անկախ բոլոր իրադարձություններից միշտ շատ կոռեկտ եւ ջերմորեն եմ խոսում իմ նախկին թիմակիցների հետ, կոնֆլիկտ որպես այդպիսին ի սկզբանե չի եղել են աշխատանքային տարաձայնություններ եւ ի վերջո մարդիկ չստորագրում, որ պետք է ցմահ ինչ որ X աշխատավայրում աշխատեն, յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր մարդ ազատ է գնալու իր ճանապարհով, բայց նաեւ մարդ պետք է արժանապատվորեն հրաժեշտ տա կլինի աշխատավայր, կլինի անձնական կյանքում թե որևէ տեղ եւ մարդը պետք է գնա իր ճանապարհով առանց փորձելու վնասելու որևէ մեկին, ինչը ես ավաղ այս պատմության պարագայում չեմ կարող ասել, որ այդպես է եղել, որովհետև այն ժամանակ հիմնեցին իրենք այլ ամսագիր եւ մշտապես փորձում էին վնաս հասցնել Եսին եւ վարկաբեկել Եսի հեղինակության հետ խաղալ, սկսած գովազդատուներից, ավարտած շոու բիզնեսյան դեմքերին եւ կերպարներին դեպի իրենց ներգրավելու, բայց պետք է ասեմ, որ Եսը ինչպես ժայռի նման կանգնած էր, այդպես կանգուն էլ մնաց, անկախ նրանից ովքեր էին գալիս եւ գնում, ինչ հեղինակներ էին փոխվում, ամսագրի էջերում ում անուններ պակասում կամ ավելանում, դրանից Եսի ընդհանուր ներկապնակում եւ գործունեության մեջ ըստ էության որևէ բան չէր փոխվում, որովհետեւ Եսը եղել է իմ մտահղացումը, ստեղծել եմ ես, ողջ կյանքս ներդրել եմ Եսում, եւ այնքան ճշգրիտ էր մտածված ամեն բան այդ մեդիա նախագծում, որ այնտեղ անհատները չէր, որ դեր էին խաղում, այո, Մհերը շատ գեղեցիկ սիրուն ներկայություն է ունեցել Եսում, ինչպես հետո Ամալյան է ունեցել Հովանեսյան, ինչպես Արևիկը Իսաջանյան, ինչպես մյուս յուրաքանչյուրի անունը կարող եմ տալ, որովհետև այդ կորիզը խումբը յուրաքանչյուրի ինձ համար շատ կարևոր եւ թանկ էին։ Ու պետք է ասեմ, որ բայց անկախ այդ ամենից դա շատ կուռ մի միավոր էր, որը անհնար էր սասանել, որովհետև ասում են ձուկը գլխից է չէ հոտում, իսկ ես երբեք չէի թողի իմ նախագիծը ապականվեր։ Այնպես որ չնայած բոլոր ոտնձգություններին ամսագրի եւ իմ նկատմամբ եւ նաեւ այն ջերմ անձնական հարաբերությունները, որ ունեինք, բայց տարբեր տեղերում շատ ոչ այդ ընկերությանը հարիր մեկնաբանությունների թեմա էր դառնում եւ նաեւ երբեմն միակողմանի եւ աղավաղված, բայց ես ինչպես միշտ եմ ասել, նույն կերպ կասեմ, Աստված յուրաքանչյուր մարդու հետ։ Իմ խիղճը հանգիստ է, ես շատ պարզ երես եմ ու ես շատ ուրախ եմ իմ ցանկացած թիմակցի հաջողությամբ եւ ել ավելին եմ նրանց ցանկանում, թող ել ավելի աճեն իրենց վրա, ել ավելի շատ աշխատեն, որովհետեւ մշտապես յուրաքանչյուրն ունի իր վրա աշխատելու տեղն ու կարիքը, ես միայն ուրախ կլինեմ։ Այնպես որ այո, իմ ախտորոշումից հետո ոչ միայն Մհերը, շատ շատերն են ինձ գրել, շատ շատերն են, որովհետև մենք հետո նաև ես ամսագիրի այլ խնդիրներ էլ ունեցավ ու այդտեղ էլ քիչ թվով մարդիկ թիկունքից չհարվածեցին եւ այդ բոլոր մարդիկ ինչ որ մի օր ներողություն են խնդրել ինձանից, ինչ որ մի օր բացատրվել են ինձ հետ, բայց ես մինչև իրենց ներողություն խնդրելն էլ է իրենց ներել, ես բաց եմ թողել այդ ամենը եւ հասկացել եմ մի բան, որ ամեն մարդ ինքը իր բեռն է տանում եւ փառք Աստծո, որ ես չեմ ունեցել այդ հոգեվոր բեռը ինձ հետ տանելու, իրենց մասին չգիտեմ։ Շնորհակալ եմ շատ բաց եւ անկեղծ զրույցի համար Անի ջան, եւ դու միշտ ցույց ես տվել ինչպես կարելի է ժամանակին կանգնել, հավատալ եւ առաջ շարժվել։ Հուսամ քո կյանքում ամեն ինչ շատ լավ կլինի, քեզ միշտ առողջ կտեսնենք։ Շնորհակալ։ Անի ջան, անչափ շնորհակալ եմ եւ հուսով եմ այն սպասումը, որը դու ցուցաբերել ես իմ նկատմամբ եւ այս հարցազրույցի նկատմամբ արդարացրեց քո ակնկալիքներն ու սպասելիքները եւ ստացվեց հաջողված հարցազրույց, հուսամ նաեւ մեր հեռուստադիտողներին դուր կգա ու պետք է ասեմ, որ ինձ համար շատ կարեւոր են այս անկեղծ բաց զրույցները իմ լսարանի հետ, որովհետեւ եթե հանրային մարդ ես, ապա ժամանակ առ ժամանակ նաեւ պետք է որոշ
օթուն կախված հարցականների պատասխաններ տաս։ Շնորհակալ եմ եւ վերջում մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Շնորհակալություն Mova ֆոտոստուդիայի նկարահանումներն իրականացնելու համար առանց ֆիլտրերի կհանդիպենք հաջորդ անգամ։